Նախ ուզում եմ ողջունել նման նախագիծ բերել ազգային ժողով եւ ես կարծում եմ, որ մենք վաղուց պետքա սա արած լինեինք եւ նաեւ պետքա մտածենք կլինկերի վրա համանման տույր դնելու հարցը ինչու, որովհետեւ մենք ի ուրախություն մեզ կարողանում ենք ամբողջական ցիկլով ապահովել ցեմենտի արտադրությունը, որը դուք ինչպես արդարացիորեն նշեցիք, ռազմավարական նշանակություն ունի։ Թեև մենք հաճախ նաև լսում էինք ժամանակին, որ ցեմենտի գինը այտենց մեծ դեր ունի շինարարության գնի մեջ, բայց իրականությունը այլ է, այնտեղ մի քանի տոկոսի խնդիր կա ընդհանրապես։ Բայց այնուամենայնիվ մեր վարած քաղաքականության եւ ոչ միայն դրա պատճառով մենք խնդիր ունենք ներքին արտադրողներից, մեծ արտադրողներից մեկի հետ, խոսքը հերազդան ցեմենտի մասին է։ Ես գիտեմ, որ այնտեղ կա սնանկացման գործընթաց, որը հերթական սնանկացման գործընթացներից է վերջի տասնամյակների ընթացքում։ Ու նաեւ հաշվի առնելով այդ ռազմավարական դերը ու նաեւ այն ցեմենտի մարկաները, որ հերազդան ցեմենտը արտադրում է, կառավարությունը որևէ ճանապարհային քարտեզ ունի այդ հսկային փրկելու համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Թորոսյան հարցի համար։ Հրազդան ցեմենտի հետ կապված ասեմ, որ այո, այդ գործընթացը այս բան գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Մի քանի անգամ կոնսուլտացիաներ եւ հանդիպումներ ա եղել այնտեղի սեփականատերերի հետ եւ այս բանին մշակվում է ճանապարհային քարտեզ, ինչպես կարելի է այդ հարցը լուծել։ Գիտեք, որ այնտեղ ֆինանսական որոշակի խնդիրներ են առաջացել, որի արդյունքում սնանկացման գործընթացը սկսել։ Ինչ վերաբերում է ցեմենտին, մենք դուք նշեցիք կլինկերի հետ կապված հարցը, այս բանը ունենք երկու կլինկերից ցեմենտ արտադրող ընկերություններ, եւս երրորդը ներդրումներ է կատարում, բայց մենք լիահույս ենք, որ առնվազն նրանցից մեկը ելի կշարունակի ամբողջական ցեմենտի արտադրությունը, որը կբերի ելի ցեմենտի ինքնարժեքի որոշակի նվազեցման, մրցակցային լավ դաշտ ստեղծելու արդյունքում։ Արձագանք։ Շնորհակալություն պարոն Զաքարյան, ուզում եմ մի առաջարկ անել, որը միգուցե քննարկումների արդյունքում դառնա կենսունակ, այսպես ասած, տեսեք, նաև հաշվի առնելով կառավարության վարած քաղաքականությունը նմանատիպ մեծ ռազմավարական օբյեկտների հետ, այդ թվում հանքարդյունաբերական, ես առաջարկում եմ նաև դիտարկել հրազդան ցեմենտի առողջացման ծրագրում կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը, որտեղ անքննելի է, որ եթե մենք ներքին արտադրության այսինքն խոշոր գործարաններ չունենանք, որոնցից մեկը ասեցի հրազդան ցեմենտն է, մենք կարող է ինչ-որ մի փուլում կանգնենք լուրջ մարտահրավերի առաջ, իհարկե այնտեղ տարբեր մեխանիզմներով դա կարող է տեղի ունենալ, այդ առողջացման գործընթացի ընթացքում, պետության կողմից ներդրումների միջոցով, բայց ես կարծում եմ, որ մենք ինքնահոսի, պարզապես հաշվի առնելով ամեն ինչ դատական պրոցեսը, նահանգության պրոցես, մենք ինքնահոսի թողնելու իրավունք պարզապես չունենք նման ռազմավարական գործարանների ճակատագիրը։ Շնորհակալություն։ Միանշանակ ճիշտ եք, ինքնահոսի թողնելու այս պահին խնդիր չկա, ինչ վերաբերում ձեր առաջարկին, կարծում եմ հետագա հանդիպումներում կդիտարկենք, եթե հնարավորության տարբերակներ կան, իհարկե նաև պետությունը կմասնակցի։